Քննչական կոմիտեի շենքից ավելի քան $590,000 հափշտակելու գործով կա ձերբակալված։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության Երևան քաղաքի դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով $590,000 գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 անձ, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել եւ իրականացվում են լայնածավալ օպերատիվ հետախուզական եւ ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է ըստ Փաստինֆոյի ձերբակալվածը գլխավոր վարչության 5-րդ վարչության պետն է։ Առնլուրեյեմի տեղեկություններով էլ $590,000 անհետացման օրը կասկածյալների շուրջ աշխատանք է իրականացվել։ Մասնավորապես քննչական կոմիտեը խոշոր չափերի գումար բերած ոստիկաններից են բացատրություն վերցրել, վարույթով քննիչից են բացատրություն վերցրել եւ այն ՍՊ-ի լիազոր անձից, ով գումարը փոխանցել է կոմիտեին։ Այս պահին դեպքի բացահայտման ուղղությամբ աշխատում են ողջ իրավապահները՝ ԱԱԾ, Ներքին գործերի նախարարություն, հակակոռուպցիոն կոմիտե։